Մնացին վրա 3200 դրամ։ Արդեն Yandex իր տոկոսը գանձել է պատվերից։ Ուրեմն զանգարում եմ Yandex-ի հայտնում, որ հաճախորդները խաբել են։ Տվեք ինձ տվյալներ, տվյալ պատվիրատուի տվյալներ։ Ասում եմ մենք իրավասու չենք ձեզ տվյալներ տանք, դիմեք ոստիկանություն, հաղորդություն ներկայացրեք։ Ոստիկանություն դիմի դատարան, դատարանը կդիմի մեզ, թույլտվություն կտա նոր պատվիրատուի տվյալները, հա։ Եթե հրապարակ Արտուրին ասեք գաստը լրագրողները պատմեն ստեղ արդեն ներկայացնենք։ Էլի Արտուր ջան եկեք ստեղ էլի, եկեք ստեղ սենց այս բանի շուրջը, որ համ ներկայացնենք ինչա պահանջը, համ մյուսը։ Տարիֆով եկումս հասնես, խփումս տնես։ Պարոն Մանուկյան դեռ չի մեկնարկել ստորագրել։ Չէ, դեռ չի մեկնարկել։ Հիմա կներկայացնենք պահանջն ինչա, վարորդների արդարացի պահանջը ինչա, որից հետո կհայտարարվի ստորագրահավաքը, որ մարդիկ բոլորը իրենց ստորագրությունները դնեն այս պահանջի առաջ։ Առավոտվա բոլորը Պարոն Մանուկյան վարորդներն ասում են, որ իրենք հարկեր են մուծում, սակայն անգամ աշխատանքային պայմանագիր։ Գիտեմ, ես սա բոլորին կանդադառնանք, բոլորին կանդադառնանք հիմա։ Արտուր ջան, եկեք ստեղ էլի։ Ժորժ ջան, եկեք բոլորը ստեղ կանգնենք, տարածքենք։ Բոլորը եկեք բոլորը դեպի կանգնենք, ժողովուրդ։ Տարիֆը ցուցակի Հա, նույնն է, այս փոխանցում դες կասեմ, հեսա։ Արտուր ջան, արի ստեղ կանգնի, վարորդներից էլ ով կա։ Վարորդներից ով եկեք, որ ձեր խնդիրը։ Սաղատ եկեք հետև տղեկ ջան։ Եկեք, որ երևա բոլորը։ եկեք բոլորը։ Հիմա մի բան է ասեմ, էլի լրագրողներ ջան, նայ հա լրագրողներն է, նայեք վարորդները ինչքան վախեցած են, բլոկում են, անգամ օնլայն տաքսի կազմակերպությունը վարորդներին բլոկում է։ Լսում եք, ով որ պայքարում է, ով որ շարժումը անում է, պայքարում է, իրանց բլոկում է, նայեք վարորդները հիմա վախեցած են, դաժե վախում են, որ իրանց չբլոկեն, կամերայի տակ Չերևան չբլոկեն։ Այդ հատկությունները ունի ու շատ մարդկանց է բլոկել հավաքին պայքարողներին շատ մարդկանց բլոկել է Ես եթե կարելի է ժողովուրդ պատճառը ինքը բռնում է սուտի պատճառներ անիմաստ պատճառներ ու բլոկում է վարորդներին այն ամենաաշկի ընկնող ով որ պայքարում է ով որ ամենաշատ պայքարում է բանա իրանց բլոկում է ու անիմաստ պատճառներով Ոնց եք պայքարում Ոնց ենք պայքարում, մենք 3 տարի, նայ, դուք եք լսել, ձեր լրատվա միջոցներն էլ անգամ եկե 2 տարի առաջ ձորում, որ լրատվա միջոցները եկել էին, էլի եկել էին լրատվան, տեսեք 2 տարի մենք շարունակ ամեն ամիս եկեք մի ներկայացնենք, հետո բան կանենք, կանգնեք, ուրեմն նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել լրատվա միջոցներին, անչափ շնորհակալ։ Ժորժ ջան, մի րոպե լրություն մի հատ ներկայացնեմ, ձեր պահանջը ես։ Նախ շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, լրատվա միջոցներին, որ ընդառաջ գնալով այս անարդարությանը այսօր եկել եք լուսաբանելու, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Տեսեք, մի քանի օր առաջ ինձ on-line տիրություն գործող վարորդները դիմել էին, ներկայացրեցին խնդիրը, որը որ ես ընդունում եմ շատ անարդար, որտեղ որ գտնում եմ, որ նաև պետությունը չկա, իր գործառույթով պետությունը ընդհանրապես չկա։ Եվ ինչու՞մն է կայանում տրամաբանությունը։ Այսօր on-line տիրույթներում գործում են, աշխատում են շուրջ 130,000 վարորդներ, որոնցից 40,000-ը ընդունեն կարող են լինել նույնիսկ մեր ոստիկանները ստեղ կանգնած, ովքեր աշխատանքի ժամից հետո իրիկունը տուն գնալուց մի հատ գործ են անում, որպեսզի իրենց օրվա հացը վաստակեն։ Մնացած ժողովրդի մեջից 40,000-ը նվազագույնը ամեն օր այս մարդիկ աշխատում են եւ իրենց ամսական վաստակածը 200,000 դրամից ավել է։ Դրա դիմաց այս մեր վարորդները, մեր շատ հարգելի է դա վարորդները, որոնք բոլորը կանգնած են այստեղ, ինչ են վճարում։ Տեսեք ինչա տեղի ունենում։ Նվազագույնը իրանք վճարում են 25-ից 31% տարբեր գումարներ։ Հիմա ես բացեմ ինչ գումարներ են իրանք վճարում։ Օրինակը վերցնենք Yandex-ին է 16.5% նվազագույնը Yandex-ի մատուցած ծառայության արժեքն է, բայց իրականության մեջ այդ գումարը շատ ավելի շատ է, որովհետև այնտեղ ինքը մի քանի օպցիաներ է ավելացնում, որպեսզի պատվեր տա վարորդներին, այդ գումարը մեծանում է։ Դրանից հետո հաջորդ միջնորդը որ կա 2-ից 4% տաքսո պարկերն են, ովքեր գրանցում են այս
աշխատողներին աշխատում են իրանց հետ։ Դրանից հետո 4 կամ 5% պետությունը մարդկանց վրա տուրք է դրել, հասկանում եք, այսինքն վճար է դրել, որ մարդիկ վճարեն։ Եթե դու աշխատում ես կանխիկ 5%, անկանխիկը 4%։ Սա էլ մի հատ խնդիր կա, վարորդի մեղավորությունը որն է, որ օրինակի համար հաճախորդը կամ կանխիկ է վճարում կամ անկանխիկ է վճարում։ Ինքը չի, չէ՞, վճարումը կատարողը, այդ բեռը այդ մարդու վրա է թողում դու լրացուցիչ։ Այսինքն ինչպես է կոչվում այդ գումարը 4-5% որ վճարում։ Չէ, դա պետտուրք է կոչվում, դա պետտուրք է կոչվում։ Տեսեք, հիմա վարորդների պահանջը ինչու՞մն է կայանում ամբողջությամբ։ Առաջինը այն, որ իրանց տոտալ իրավունքները ոտնահարվում է, եւ մեր երկրում չկա մի կառույց, կլինի մարդու իրավունքների պաշտպանը, կլինի կառավարությունը, կլինի ՏԿ-ը, որ կզբաղվի այս մոտ 100,000 աշխատող մարդկանց իրավունքներով։ Չկա նմանատիպ կառույց։ Երկրորդը որ կա, վարորդների պահանջը որ կա, ասում է ես վճարում եմ պետտուրք, համարվում եմ աշխատող պետության ներսում 200,000 դրամից ավել էլ ես վաստակում եմ, բայց ես չեմ համարվում աշխատող։ Վաղը թոշակ չեմ ստանա։ Ես այսօր գնում եմ բանկ վարկ ստանալու, ասում եմ դու չես աշխատում, դու գործազուրկ ես օրինակի։ Բայց փաստացի ես մարդը գրանցված է, տուրք էլ վճարում է։ Այսինքն այսի պետության կողմից ռեկետ է, եթե ռեկետ չի պետություն, բա դու այս վարորդներին ինչ ես հետ տալիս։ Սրա դիմաց դու իրանց ինչ ես հետ տալիս։ Այսինքն հիմա եթե հաջորդ կետն էլ է դա։ Այսինքն պահանջը հետևյալն էր, առաջինը որպեսզի պետությունը on-line տիրույթում գործող այդ ընկերությունների շահույթը ուսումնասիրի, որտեղ դե ակնհայտ դիտարկվում է, որ մենաշնորհ դիրք ունեն մի քանի ընկերություն եւ դրանից հետո օգտվելով իրանք գեր շահույթներ են գեներացնում ի հաշիվ մեր վարորդների, ասма սոված ծարավ խեղճու կրած իրիկունը սոված էս մենք տուն տայում ենք ջեբներս փող չկա Yandex-ը փողերը տանելա ջեբներիցս քնում են քնած վախտեր հաշիվներից սա գողնում տանում քնածս վախտներելա գողնում փողերը ջեբներիցս ասում կշերից բոնուսները հետա կաշում պաշտպանի վարորդների իրավունքը հասկանում եք առաջի պահանջը որպեսզի այդ on-line տիրույթում գործող տաքսի ծառայությունները որ մատուցում են իրենց տոկոսադրույքը իջեցնեն երկրորդ կետը որ կա կարևորագույն կետը վարորդները համարվեն իրենք գրանցված աշխատող այն վարորդները ովքեր օրական 10 ժամ ավտոմեքենա են վարում այն վարորդները ովքեր 200,000 դրամից ավել վաստակում են այսինքն ստացվում է մենք 16 ժամ վարորդ ունենք քշում շարունակեմ այսինքն այդ մարդիկ համարվեն աշխատող եւ երրորդը այդքան որ հայտարարվում էր կառավարությունում որ այն աշխատողը որը 200,000 դրամից ավել աշխատավարձ է ստանում պետք է համարվի առողջության համապարփակ ապահովության հիմնադրամի շահառու ճիշտ է թե չէ այսինքն անվճար այս մարդիկ բուժօգնություն ստանան այս մարդիկ նաև զրկված են դրանից այսինքն իրենք իրանց վաստակածից 25-ից մինչև 31% գումար են դուրս տալիս, այսինքն վճարում են, տաքսի ծառայություն կլինի, հարկային կլինի, մյուսը կլինի, դրա դիմաց մեր երկրում իրանք չկան, պետության համար այս մարդիկ չկան, ու մենք համարում ենք, որ անարդար է այսօր կազմակերպել ենք ստորագրահավաք, որի արդյունքում մարդիկ ստորագրեն, ստորագրահավաքը տևելու է 2 օր, այսինքն այսօր 2 ժամ է լինելու, մնացածը մարզերից շատ վարորդներ դիմել են, որ մենք կուղարկենք, այս բոլոր պահանջները կներկայացնենք կառավարությանը, որից հետո վարորդները իրենք արդեն ըստ կառավարության պատասխանի, եթե ընդառաջ չգնան վարորդները որոշել են, որ խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու, այսինքն իրաց ինչ, քանի մարդ ինչքան վարորդ որ գա, այսինքն դրա համար կապ չունի, մեկը կլինի, 10-ը կլինի, թե 1000-ը կլինի, այսօր չէ, չկա տենց սահման, ուստի դրանից հետելով առաջարկում եմ, որ առաջինը մեր ամենաակտիվ ուր գնաց, չէ, Արտուր դու չէիր, արի, մնոր կռիվ էր անում, ուր էր, ջայձը, եկեք, ուրեմն օրենս դրական ոչ մի եկեք նստեք Արտուր ջան, առաջինը ձեր անունը գրեք, ստորագրեք, ուրեմն ներգրաված չի տեղ, շատ նրբություններ կա, որ ներգրաված չի, որը որ անհրաժեշտություն է, խորը ձևով ուսումնասիրի, ինքը իրա պրոյեկտը, այո, հարցերի մեջ, բայց սկզբնական մեր պահանջը սա է, որը որ պետք է կատարվի, իսկ եթե չկատարվի, արդեն հետևություն թող կառավարությունը մտածի, ինչ կլինի, եթե մոտավորապես մի 100,000 հավաքվեցին հեղափոխություն էլա, բա որ 180-ը հավաքվեն։ Այդեք